Սիրելի կապան, սիրելի սյունեցիներ, ողջունում եմ ձեզ։ Ուրեմն վերջին անգամ այս հրապարակում ելույթ եմ ունեցել 2021 թվականի համայնքապետի ընտրությունների ժամանակ։ Աշուն էր հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսը, եւ այդ էմփուլն էր, որ սահմանում զինված ուժերին փոխարինում էին սահմանապահները եւ կարճ ժամանակով փակվել էր ճակատենի ճանապարհը։ Երևի հիշում եք ընդդիմությունը ինչ վայնասուն էր բարձրացրել եւ այդ ընտրությունների ժամանակ խոսում էին Սյունիքը հանձնելու մասին, միջանցք տալու մասին։ Ես այս հրապարակում այդ օրերին հայտարարել եմ, որ միջանցք չի լինելու։ Անցել է 5 տարի։ Մեր կառավարությունը իր խոսքը պահել է։ Ոչ միայն միջանցք չկա, այլև կա խաղաղություն, կա թրիփ, որը դառնալու է Սյունիքի զարգացման կարևոր հիմքերից մեկը։ Եվ քանի որ անվտանգության մասին էինք խոսում, ես այն ժամանակ չգիտեի, որ դառնալու եմ պաշտպանության նախարար, ճակատագրի բերումով դարձա պաշտպանության նախարար, եւ այս ընթացքում հսկայական աշխատանք է կատարել մեր կառավարությունը, ամրացնելու Սյունիքը, ամրացնելու Հայաստանի Հանրապետության բանակը Սյունիքում։ Ինչպես գործընկերս նշեց եւ շատերը տեսել եք եւ գիտեք, մենք կառուցել ենք բազմաթիվ ամրացված շրջաններ։ Դրանցից 22-ը Սյունիքում են։ Իրենց 33 տեղամասերով, որը կազմում է 40 միլիարդ դրամ, բայց սա դեռ վերջը չէ, որովհետև շինարարությունը շարունակվում է եւ սա նրա մասին է, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի ողնաշարի Սյունիքի։ Ուրեմն երեկ էլ մի նորելուկ քաղաքական գործիչ կա, ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը խոսում է մեր բաստիոնների մասին, մեր գնված սպառազինության մասին եւ դիվերսիֆիկացիայի մասին։ Պարոն Կարապետյան, բանակի եւ անվտանգության մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է ժամանակին նախ բանակ գնալ, եղբայր։ Սամվել Կարապետյան, անվտանգության մասին խոսելուց առաջ նայի Գերդաստանի անդամներին ու ասա այս ժողովրդին, ինչի քո տղաները, աղբորդ տղաները, բարեկամներդ բանակ չեն գնացել։ Ով խոսա անվտանգությունից, դուք կարող եք խոսալ խոպանում հաջողությունների հասնելու մասին, երեք բահից, գյուղատնտեսությունից, կարակ մի օր դրանով զբաղվեք, ոչ ոք ձեզ չի արգելում, բայց մեր երկրի անվտանգությամբ դուք չեք զբաղվելու, որովհետև հունիսի 7-ին ժողովուրդը ձեզ ցույց կտա ձեր տեղը, ոնց որ ցույց տվեց նախորդներին իրենց տեղը, այս անգամ էլ է ցույց տալու բոլորիդ իրենց տեղը։ Մեր կառավարությունը, այս գործող կառավարությունը, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սպառազինության գնման, բանակի ծախսերի, ռազմական բյուջեի վրա ամենամեծ ծախս եւ ներդրում կատարած կառավարությունն է։ Սա թվերով է, սա փաստերով է, եւ այդ ամենը դուք տեսնելու եք։ Ես ուզում եմ նշել, որ 2018 թվականի նկատմամբ մեր կառավարությունը 25 թվականին պետական բյուջեն ավելացրել է 1.1 միլիարդ դոլարով։ Այն դեպքում, երբ հեղափոխությունից առաջ մեր ռազմական բյուջեն կազմում էր ընդամենը 640 միլիոն դոլար։ Մեր օրոք այն դարձել է 1 միլիարդ 700 միլիոն դոլար։
Thank you.